Այստեղ դուք տեսնում եք հայտնի թոք-շոուից մի հատված, ընդամենը ամիսներ անց այս աղջկան գտնում են սպանված։ Հիմա լսենք այդ աղջիկը ինչ էր ասում։ Не хочешь, чтобы тебя в чемодане вот так вот Алена, ну не расчленили? всем везет. Возможно, и меня в чемодане найдут. Так вот береги себя, Жизнь, Настенька. она не предсказуема. Я хочу отдыхать, я хочу прекрасно жить. заведи Если я хорошего не имею мужчину, такой одного возможности, мужчину, это не мужа постыдно. Ընդհանուր կոնտեքստը, որ հասկանալի լինի, այս աղջիկը զբաղվում էր էսկորտով, ինքը բացահայտ խոսում էր դրա մասին եւ նշում էր, որ դա իր տարբերակն է լավ կյանք ունենալու։ Ինքը այնպես չբացառում էր, որ էսկորտը վտանգավոր ոլորտ է, բայց այնպես է չի, որ ամբողջությամբ ընդունում եւ գիտակցում էր, որ դա իրապես վտանգավոր ոլորտ է։ Ինձ ընդհանրապես դուր չի գալիս այն, որ էսկորտը, սեքս աշխատանքը ներկայացվում է որպես կանանց համար լավ կյանք ունենալու տարբերակ, հեշտ տարբերակ, կամ որոշ դեպքերում անգամ միակ տարբերակը։ Ու ինչ որ պահի սոցցանցային ինչ որ հրապարակումներից դու հասկանում ես, որ էսկորտը երիտասարդ աղջիկների շրջանում ռոպագանդվում է, ներկայացվում է որպես հեշտ կյանք, շքեղ կյանք, բրենդային ապրանքներ, ոչինչ չես անում, արևայրուքով, լողափին։ Ու էկրանից այն կողմ երիտասարդ, անփորձ աղջկան համոզում են, որ դու ոչ մի բան չես անում, բայց շատ փող ես աշխատում, ուզում ես, ամեն ինչը թողնենք մի կողմ։ Ձեր անվտանգության հարցն է, ձեր կյանքի հարցն է։ Սիրելի աղջիկներ, ոչ մի տարբերակում, ոչ մի պարագայում չհավատաք, որ դա անվտանգ, առավել եւս հեշտ տարբերակ է լավ կյանք ունենալու, չհավատաք, որ դա ձեր միակ տարբերակն է լավ կյանքի։ Ուզում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ ինքը իրապես գիտակցի, որ ինքը ավելին կարող է, կամ պարզապես տղամարդկանց, երբեմն հիվանդագին կմահաճույքները բավարարելով լավ կյանք ունենալը։ Վերջիվերջո սա եւս պատրիարխալ համակարգի պրոպագանդան է։ Տարիներ շարունակ կանանց համոզել եւ համոզում է, որ լավ կյանք ունենալու ամենահեշտ տարբերակը սեքս աշխատանքն է, էսկորտն է։ Համաձայն մահացության եւ բռնության դեպքերի վիճակագրության էսկորտը կանանց համար ամենավտանգավոր ոլորտներից է, եթե ոչ ամենավտանգավորը։